Ես Նանեն եմ, եկած եմ Ղափանան, մասնակցում իմ կյանքը համայնքում ծրագրին։ Շատ լավ է անցկենում, դու այեք։ Աբովյանի համար 2 հիմնական դպրոցը իմ կյանքը համայնքում ծրագրի ակտիվ մասնակիցներից է։ Ծրագրի 8-րդ փուլին դպրոցն ընդունել է 19 աշակերտ 9 մարզից։ Մենք ունենք ինստագրամյան հարթակ, որը կոչվում է Իմ կյանքը համայնքում, այն որտեղ կարող են գրանցվել բոլորը եւ շփվել իրար հետ, ճանաչելով մեր ազգը ավելի լավ, եւ մենք այս բոլոր վիդեոները այնտեղ ենք հրապարակելու։ Երեխաներն իրենց բարբառներով տեսանյութի միջոցով հրավերներ են ուղարկում այլ դպրոցներ իրենց հասակակիցներին, նշում ծրագրի առավելությունները։ Սպիտակից Վանուհի Դավթյանը իմ կյանքը համայնքում աշակերտների փոխանակման ծրագրին մասնակցում է 3-րդ անգամ։ Մեկ շաբաթյա 2 դասընթաց անցկացրել է հենց այս դպրոցում։ Այս ծրագրի օգնությամբ ես սովորեցի սովորել, արտահայտել իմ զգացմունքները, խոսել, վախերս հաղթահարեցի, իսկ մի միջավայրում, որտեղ շատ մարդկանց չեմ ճանաչում, ինձ ազատ չեմ զգում, բայց ես այստեղ մի մարդկանց ում որ ընդամենը անունները գիտեի, ինձ այնքան լավ էի զգում հարազատ միջավայրում, ոնց որ ամբողջ կյանքս իրան ճանաչած լինեմ։ Ծրագրի արդյունքներից հյուրընկալող դպրոցի տնօրենը համարում է հայրենաճանաչությունը, իր օրինակով ներկայացնում դրա կարևորությունը։ Շաբաթ-կիրակիները նրա Հայաստանի մարզեր, տեսարժան, պատմամշակութային վայրեր այցելելու օրերն են։ Տավուշի մարզի Տավուշ գյուղի կատարատ ամրոցի լուսանկարն է հեռախոսի էկրանին, այն շատ է տպավորել։ Բացահայտում էր ինձ համար, սա մի այլ տեսակի ամրոց է։ Նույնը հենց գաղափարը այս ծրագրին է, որ աշակերտները տարբեր մարզերից գան եւ ճանաչեն մյուս մարզի գեղեցիկ բնակավայրերը, մարդկանց, գյուղերը, հուշարձանները, դրանով իսկ սիրեն հայրենիքը։ Շարունակում է բարբառները, ավանդույթները, նույնիսկ բնավորությունները։ Սա տնօրենի մոտեցնում է երկիրը, համայնքները, բոլորին դարձնում հավասար։ Իմ կյանքը համայնքում ծրագիրը իրականացնում է կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնը։ 8-րդ փուլին մասնակցում է 27 դպրոցի 80 աշակերտ։ Յուրաքանչյուր դպրոց կարծես պիտի մի զույգ ունենա, մի դպրոց, բայց մենք քանի որ շատ ենք եւ մեր աշակերտները գնալով ավելի շատ են ուզում մասնակցել, ես ինքս դիմում եմ տարբեր դպրոցների, նույնիսկ անծանոթ տնօրենների, տարբեր գյուղերում, համայնքներում հրավիրում եմ մասնակցության եւ ստացվում է, որ մեր դպրոցը 1 կամ 2 դպրոցի փոխարեն մասնակցում է 9-10 դպրոցների հետ միասին, բերելով իրենց ծրագիր։ Եվ ստացվում է, որ ամեն անգամ 30-40 դպրոց մասնակցում է ծրագրին, բայց մենք նպատակ ունենք բարձրացնել այդ թիվը։ Ծրագրին մասնակցում են 8-ից 12-րդ դասարանի աշակերտները։ Ավագն Արմավիրի Արազապ գյուղից է, երկրորդ անգամ է մասնակցում։ Սկզբում ուսուցիչներից մեկի տանն է ապրել, հիմա Կամարիսում։ Գոհ է Կոտայքի գյուղերին եւս ծանոթացավ։ Առարկայացանկը նույնն է, բայց այս դպրոցից եւս սովորելու շատ բան կա։ Կան խմբակներ, օտար լեզուների, ճապոներեն, չինարեն, պարսկերեն, կա դհոլի խմբակ։ 3 տարում Աբովյանի համար 2 դպրոցը այլ մարզերի դպրոցներ է ուղարկել մոտ 90 աշակերտ։ Ծրագրի այս փուլով 16 աշակերտ են ուղարկել մարզեր։ Ամեն օր երեխաները ինձ գրում են վերլուծական իրենց օրվա, ուղղակի չեն գրում այսօր գնացինք այստեղ այնտեղ, այլ գրում են դա ինչ տվեց իրենց։ Երեք ինքը բան է պատրաստել, ինչ որ խմորից այդ մայրիկը սովորացրել ընտանիքի։ Այստեղ իրենք երեկոյան վոլեյբոլ են խաղում։ Օրինակ Գյումրիում իմ Աննան այսպես է գրում, այս իրենց նկարներն են, Խաչիկ գյուղ ենք առաջին անգամ ուղարկել, սել մեր Իջևան գնացած։ Բարբառն են գրում, նայեք, տեսեք, էքուց վաղը, էվիլ ավել, բեզարել հոգնել, բարարանները բերում են, մենք հետո այստեղ հայոց լեզվի ուսուցիչների հետ տարածում ենք բարբառներին նվիրված դաս ենք անում։ Նրանք չեն ուզում գալ, այստեղից չեն ուզում գնալ։ Սա է մասնակից դպրոցի ղեկավարի խոսքով ծրագրի հաջողությունը։ Մայա Խաչատրյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։